Ճանապարհ փլուզող գետերի վարարումը, գյուղացուն բերքից զրկող կարկուտն ու երաշտը եղանակի փոփոխության հետևանք են։ Խնդիր, որին Հայաստանը սկսել է ավելի հաճախ բախվել։ Ինչ ռիսկեր ունենք եւ ինչպես հարմարվել դրանց, բացահայտելու նպատակով Համաշխարհային բանկը մեր երկրի համար կլիմայի եւ զարգացման զեկույց է պատրաստել։ Արձանագրել, վերլուծել, կանխատեսում են, եթե ոչինչ չձեռնարկենք, ռոռոկման ջրի պակասը 5 տարուց էապես նվազեցնելու է գյուղմթերքի ծավալը։ Պետք է լուծումներ գտնել նաեւ ներկրվող բնական գազից էներգետիկ համակարգի, ջեռուցման ու տրանսպորտի կախվածությունը կրճատելու ուղղությամբ, հայտարարում է միջազգային փորձագետը։ Երկու կարևոր վերափոխում կա, որ զեկույցն առաջ է քաշում Հայաստանի համար։ Առաջինը արևային էներգետիկայի զարգացման միջոցով ներկրվող գազից կախվածությունը նվազեցնելն է ու տնտեսությունը դրան համապատասխանեցնելը։ Երկրորդը ներդրումներն են ջրային համակարգում ու ագրոպարենային ոլորտում կլիմայական նոր պայմաններին ադապտացվելը։ Ջրկորուստները տեղ-տեղ մինչև իսկ 70%-ի են հասնում բնական պաշարների կառավարման եւ խելացի գյուղատնտեսությանն անցման պանելային քննարկմանը հարց բարձրացրեց բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։ Մեջբերեցին զեկույցից։ Արարատարմավիրի մարզերը, որտեղ աճեցվում է երկրի համախառն գյուղմթերքի 38%-ը, խոցելի ոռոգում ունեն։ Քիչ ջրով շատ բերք ստանալու ինչ ծրագրերով է պետությունը փորձում աջակցել այգետերերին, ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարարը։ Այն ֆերմերները, որոնք կցանկանան կաթիլային ոռոգման համակարգեր ներդնել, չկա սահմանափակում քանակական։ Անսահմանափակ քանակի համար կառավարությունը փոխհատուցում է 50-ից 60% ծախսերը։ Եվ սա այն մեխանիզմները, որ կառավարությունը այսօր փորձում է առաջարկել, նաև հակակարգային համակարգերը 50% փոխհատուցում իրականացնելով։ Զեկույցը ոլորտային պատասխանատուների համար կողմնորոշիչ հաշվարկներ ունի, ինչ ծախսեր են անհրաժեշտ, ասենք, նոր մեխանիզմներով բարելավելու ջրօգտագործման մակարդակը, ներդրումն ընդհանուր, որքան գումարի արդյունք կապահովի։ Երաշտադիմացկուն կուլտուրաների անցնելու հետ միասին գյուղպարենային ճյուղում խոսքը $2 միլիարդ ավելի աշխատանքի մասին է։ $4.5 միլիարդ էլ գնահատվել է տնտեսությունը արդյունաբերությունից մինչև տրանսպորտ վերափոխելու գործը։ Ներդրման առօծի բաժինն անհրաժեշտ է այժմ 63%-ով ներկրվող գազից կախված էներգետիկայում արևային կայանների անցնելու համար։ Հայաստանին կլիմայական խնդիրների դեմ մենակ չենք թողնի, վստահեցրին Համաշխարհային բանկի խմբի անդամ բարձրաստիճան հյուրերը։ Միջազգային ֆինանսական կորպորացիան մինչև այժմ $1.3 միլիարդ է ներդրել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներում։ Օրինակ բերեմ, մասնակցություն ունենք Որոտան կասկադում, Մասրիկի արևային կայանում, եւ սա միայն սկիզբն է։ Հայաստանը հնարավորություն ունի հաղթահարելու կլիմայական փոփոխության մարտահրավերը։ Մենք ձեր կողքին ենք ցույց տալու, որ կանաչ աճը կարող է բարելավել մարդկանց կյանքի որակը։ Զեկույցի համահեղինակը վստահ է, մասնավոր ներդրողներն էլ ֆինանսապես ակտիվ կլինեն, որովհետև կանաչ տնտեսությունը նաև եկամտաբեր է։ Այդ մասին տնտեսվարողներին հուշում երկրի ստանձնած պարտավորությունների հարցում փորձում են կողմնորոշել նաև բնապահպանները։ Մենք հանձն ենք առել, որ մինչև 2030 թվականը մենք կնվազեցնենք ջերմոցային գազերի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ։ Շնորհանդեսն ավարտվեց էներգետիկ անվտանգության եւ կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու վերաբերյալ փորձագիտական քննարկմամբ։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։